լինելու է բավականին բարդ նաև կրիզիս վիճակներ, որոնք սպասվում են մեր երկրին։ Տեսնենք ազգային ժողովի ընտրությունները այս հունիս ամսվա ում են ընտրել։ Այստեղ փակուղի է դնելու Ռուսաստանը։ Ես այստեղ տեսնում եմ, որ Ռուսաստանի հետ խնդիրներ եմ տեսնում։ Իսկ ով է լինելու հաջորդ մեր ղեկավարը այս ազգային ժողովի ընտրություններում, ում անունը կտան։ Եկեք տեսնենք իրար հետ։ Ղեկավարն է դուրս եկել։ Ինչ ղեկավար։ Դա երկորյակ է։ Ես ուզում եմ մեր ղեկավարին մի փոքր խորհուրդ տալ։ Մի փոքր զգուշեք։ Բարև ձեզ, ես Ծովինար Վեդայական տարոթվա հոգեբանն եմ։ Շնորհակալություն եմ հայտնում Բաց TV-ին նորից հյուրընկալելու համար։ Այսօր մենք խոսելու ենք բավականին շատ հետաքրքիր եւ անսպասելի թեմաներից, որը շատ ես չեմ նկատել, որ խոսեն այս մասին, բայց շատ օգտակար կլինի մեր հայ ժողովրդի համար, որպեսզի գիտելիքներ ձեռք բերի եւ մի փոքր իմանան իրենց մասին եւ այլ թեմաների մասին։ Կխոսենք այսօր վեդայական թվահոգեբանության հետ կապված մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 29-ին, այսինքն ցանկացած ամսվա այս օրերը, այսինքն եթե ձեր գիտակցականի թիվը 1 թիվն է, ցանկացած ամսվա այս օրերին ծնված մարդիկ լինում են լիդերներ եւ գլխավորում է ձեզ սիրելի մեկնյակներ, արևը մոլորակն է եւ ինչն է այստեղ հետաքրքիր, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր վերևը գլխի մասերին, սա առողջության հետ կապված, այսինքն այս մասին շատ քիչ են խոսում, ինչու, որովհետեւ մարդիկ կան գիտեն, մարդիկ կան չգիտեն։ Դա ձեր ներվային սիստեմն է, հա, ինչին դուք պետք է ուշադրություն դարձնեք, գլուխը։ Երկուսները կառավարում է լուսինը, ովքեր ծնվել են 2-ին, 20-ին, 11-ին, պետք է ուշադիր լինեք, ինչը կապված է զույգ օրգանների հետ։ Դա կարող են լինել թոքերը, դա կարող են լինել միգրեն, օրինակ, հա, քթի հետ կապված, դրանք կարող են լինել կանանց մոտ օրինակ ձվարանները, կանանցի հետ կապված եւ այլ, նույնն էլ տղամարդկանց մոտ կապ չունի։ Երեքները, որը կառավարում է ուրեմն Յուպիտեր մոլորակը եւ երեքների մասին ես մի փոքր ունեմ բան ասելու, որովհետեւ ինչի մասին շատ քիչ են խոսում։ Գովելով, որ երեքները լավն են, իհարկե լավն են, շատ դերասանական լավ տաղանդներ ունեն, բայց ես երեքների համար այնքան էլ լավ նորություններ չունեմ, ինչու, որովհետև երեքները պետքա մինուսի մեջ են լինում մտածելով ռասчёտի մասին, այսինքն ամեն ինչի մեջ մարդկանց մեջ տեսնում են գումարը, մեծ դեր է խաղում։ Այսպես չի կարելի մանավանդ, երբ որ դուք զույգերի միացումների հետ կապված սիրո համաստեղությամբ, թե կին, թե տղամարդ, մեկ-մեկ նայում են տղամարդու գրպանին, նույնը տղամարդը կնոջ։ Բավականին հզոր էներգիա է, ստեղծագործական էներգիա, ես խորհուրդ եմ տալիս մարդու մեջ մի նայեք ֆինանսները եւ մի նայեք այդքան գրպանին, որովհետեւ քանի որ երեքը ինքը դուք ինչքան շատ կանանց հետ եթե կինեք, երեխաների հետ շփվում եք, այնքան դուք կարող եք դառնալ հաջողակ։ Ձեր կողքին, քանի որ ինքը բավականին հզոր էներգիա է, տղամարդիկ կարող են լինել պատկաբլուչնիկ։ Ինչու՞։ Որովհետև ձեր էներգիան բավական ուժեղ վիբրացիա ունի եւ տղամարդիկ ստեղ դուք ազդեցություն եք ունենում ձեր վիբրացիայով, հա, թվանշանով տղամարդու վրա։ Նույնը տղամարդկանց մոտ մելոդիչնի ձայն ունեն եւ երեք տղամարդկանց մոտ այստեղ ցանկացած ամսվա, եթե գիտակցականը ձեր 3-ն է, ձեր մոտ դուք եթե ամուսնանում եք, այստեղ ինչ որ կանանցի sense փափուկ բան կա ձեր մեջ, որ նվիրվածություն է բերում, հա, իր ընտանիքին, բայց կողքից միշտ խանգարելու է երկրորդ եւ երրորդ անձը, ինչու, որովհետեւ 3 թիվն է։ Միշտ էլ եթե դուք ունեք կին, երկրորդ, այսինքն սիրուհին, երրյակում հայտնվելու է, որը խանգարելու է հարաբերություններում։
Նույնը կանանցա դա վերաբերվում, դուք պետք է կարողանաք ոչ այդքան ուժեղ ազդեցություն ունենաք ձեր կողքին, որովհետև դուք պետքա ոնց թելադրում եք, այդպես լինի ձեր տղամարդը, ստեղից ձեր տղամարդը դառնում է պատկաբլուչնիկ եւ դա մի անգամ, երկու անգամ կարող է հետագայում ձեր տղամարդուն դա դուր չգա եւ ձեր տղամարդը հարաբերություններում արդեն սկսի սիրուհի պահել, երկրորդ, երրորդ, ման գալ եւ այլն։ Երեքները բավականին շատ հետաքրքիր ստեղծագործական մարդիկ են, տոն են ասում այսպիսի մարդկանց, ովքեր հայտնվում են երեքները, հա, եթե հայտնվում են ձեր կյանքում։ Իմ թվաբանական ուրեմն ամիս ամսաթիվ տարեթվի մեջ շատ մեծ կապ ունի 3 թիվը, դա իմ ամենավերջին տարվա 1973, հա, սա մեծ կապ ունի։ Եթե մարդ ունի ստեղծագործական լավ շնորհք, այսպիսի մարդիկ միշտ պետք է Երևան, ունեն դերասանական լավ տաղանդ եւ դա գալիս է ի վերուստ եւ այսպիսի մարդկանց շատ դժվար է համոզել հակառակը, այսինքն այսպիսի մարդիկ եկել են որ աշխարհ փոխեն։ Այդ է ինչի մասին եմ ես ուզում ասել։ 4-երը դա ռախուն է, 4-երը իրենք այնպիսի տպավորություն է գալիս, որ եկել են այս աշխարհ, որպեսզի կառուցեն, այլ ոչ թե իրենց շուրջ ստեղծեն կրիզիսներ եւ քանդեն ամեն ինչ։ 4-երը փոքրուց շատ բավական հետաքրքիր ներաշխար ունեն, բայց այստեղ հարցը նա է, որ 4-երը չեն կարողանում, ովքեր ծնվել են 4, 13, հա, եւ 22 թվանշանի ներքո։ Ձեր ենթագիտակցականը ուրեմն 4-ն է եւ դուք պետքա կառուցեք, ճարտարապետներ կարող են ձեզանից լավ լինել եւ ոչ թե քանդեք եւ կրիզիս ստեղծեք մարդկանց կյանքում։ Որտեղ 4-ը, այնտեղ 7-ը։ Ասում են էներգետիկ վամպիրներ են, շատերը ոչ բոլորը, բայց եթե քանի 4-ը եւ 7-ը ձեր կողքին են, համապատասխանում է այն, որ իրենց ուզածով է, այստեղ ամեն ինչ նորմալ կարող է լինել։ Փորձեք, եթե ինչ-որ մի բան իրենց սրտով չի, այստեղ 4-ը 7-ը սկսում են սնվել ձեր էներգիայով։ Ուզում եմ այս մասին էլ ասել, որպեսզի այս մասին էլ իմանաք։ 4-երի կյանքում այնպիսի տպավորություն է լինում, կարծես կոսմոսային մարդիկ լինեն, հա, այս աշխարհից չլինեն։ Հանգիստ, բավականին հարուստ ներաշխար ունեն, բայց ինչն է հետաքրքիր, որ 4-երը պետքա շատ շփվեն, կառուցեն տղամարդկանց հետ, նաև ձեր հարաբերությունները լավացնեք ձեր հայրիկի հետ, ինչը կապ ունի 4 անկյունի հետ։ 4-երի համար պետք է շատ կարևոր լինի ձեր ընտանիքը, ձեր տունը, ձեր երեխաները, եւ դուք պետք է կառուցեք եւ պատասխանատու լինեք ձեր ընտանիքի համար։ Հաջորդը դա 5-ն է, 5-ը Մերկուրին է։ 5-երից, ինչպես 3-ները գուրուն են, այնպես էլ 5-երը եկել են այս աշխարհ մեծ մասշտաբի հետ կապ ունի։ 5-երը մագնիտներ կան 5-երից, որտեղ որ աշխատում են մեծ մասշտաբի հետ։ Այսինքն լինում են լավ բիզնեսմեններ, լավ ուսուցիչներ, լավ օրինակ, ովքեր գիտելիքներ են ձեռք բերում, անընդհատ շարժման մեջ են եւ միշտ փորձում են սովորել։ Եթե դուք մինուսի մեջ եք, դա կարող է այսպես արտահայտվել։ Դուք մի գործին երկար չեք դիմանում, անցնում եք հաջորդ գործին կիսատ թողնելով։ Նույնը ձեր գլխում այնքան բաներ կա, որ դուք չեք կարողանում լրիվ դա հասկանալ եւ էլի ինչ որ գործեր եք անում կիսատ թողնելով։ Ձեզ պետք է որպեսզի դուք կարողանաք սովորել շատ գիտելիքներ ձեռք բերել, այդ գիտելիքը չպահել լճացնել, այլ այդ գիտելիքը տալ մարդկանց։ Հա, սիրելի հինգյակներ, ես ձեզ մի հետաքրքիր գաղտնիք ունեմ ասելու, որը որ ես առաջի անգամ եմ ասում, ես չեմ լսել Հայաստանում, որ այս մասին որևիցե մասնագետ ասի, որովհետև տարուն ես ուսումնասիրել եմ տարօթվա հոգեբանությունը ուղիղ 29 տարի, ես սրա մեջ բավականին էպված եմ եւ մեծ փորձ ունեմ։ Հինգերին կյանք եւ 9-ների կյանքում, եթե գալիս է 3-ը, հայտնվում է, ուրեմն պինդ բռնեք այդ մարդկանց եւ բաց մի թողեք ձեր կյանքում, բայց ոչ, հա, ֆինանսական ինչ-որ այլ կորիստ, կոպիտ ասած կոնսերվատիվ նպատակներով, որովհետև այդ մարդիկ ձեզ բերում են հաջողություն։ Դուք պետք է այս մասին իմանաք։ Սիրելի հինգեր, եթե եւ 9-ակներ, եթե ձեր կյանքում հայտնվում է 8-ը, դուք պետք է հեռու մնաք 8 թվանշանի ներքո ծնված մարդկանցից։ Այստեղ 18-ը կարող է միայն շփվել 9-ներից, մեկին գումարած 8-9, հա, որովհետև 8 թիվը դա կարմիկ թիվ է, նրանք շատ լավ կարող են իրար հասկանալ։ Նրա համար այդքան էլ դա վտանգավոր չէ։
Հինգերից լինում են լավ ուսուցիչներ, լավ գուրուներ եւ հինգերը, որ հայտնվում են մարդկանց կյանքում, բերում են նոր օդ, հա, նոր շունչ, որտեղ որ մարդու կյանքում գալիս են ամեն ինչ փոխելու համար։ Ինչպես դուք կարող եք առաջ գնալ ձեր կյանքում, դուք պետք է սովորեք անընդհատ սովորել, ձեր գիտելիքը տալ մարդկանց եւ եթե տեսնում եք ինչ-որ բան ձեզ խանգարում է ձեր կյանքում, դուք կարող եք տանը փոխել իրերը, օրինակ տեղերի, հա, մեբելի հետ կապված, գույքի հետ կապված, այնինչ կա տանը, աշխատեք, երբ զգում եք ինչ-որ բան կանգնում է ձեզ մոտ, փոխեք տեղերը կամ եթե ինչ-որ մի բան չի աշխատում ձեզ մոտ, ձեզ չէր խանգարի ուղևորությունը, հինգը դա նաև ուղևորության մասին է խոսքը, որը լեզուներ սովորելու մասին է խոսքը, որը կարող է հետագայում գլխիվայր փոխել ձեր աշխարհայացքները եւ նաև ձեր գործերում մեծ հաջողություններ բերել։ Վեցերը կառավարում է Վեներան 6 թվին, ովքեր ծնվել են 6, 15 եւ ուրեմն 24 թվանշանի ներքո։ 6 ինքը Վեներան է, սիրո մոլորակը, որը կառավարում է մաքուր 6-երը բավականին շատ լավն են, շատ գեղեցիկ ժպիտ ունեն, բայց այստեղ խնդիր կա 15-ի հետ եւ 24-ի հետ, ինչու ես մի փոքր կբացատրեմ։ Մաքուր 6-ը, մաքուր սրտով է սիրում, այսպիսի մարդկանցից լինում են լավ մասնագետներ, շատ աչքին կնող են, եթե հայտնվում են ձեր կյանքում, նաև բերում են ձեզ հաջողություն, որովհետև 6 ինքը բավականին լավ հաջողակ թիվ է։ 6 թվանշանի եւ կստացի 3 թվանշանի ներքո ծնված մարդիկ կարող են նաև աշխատել, ինչը կապ ունի գեղեցկության սալոնների հետ, բիզնեսի հետ, թվագիտության հետ, ուսուցանելու հետ։ Ովքեր որ ծնվել են 15 թվանշանի ներքո, այնպես տպավորություն է կարծես այս մարդիկ սատանա լինեն, այսպես ձգում են մարդկանց, բայց ես այսպիսի մարդկանց ասում եմ դատարկ մարդիկ, որովհետև այսպիսի մարդկանց կողքով անցնելը այնքան էլ ոնց ասեմ ձեզ, որ հասկանաք, չես կարողանում, հա, անտարբեր անցնես, բայց երբ որ շփվում ես, ինչ որտեղ դատարկություն կարող ես զգալ։ Այսպիսի մարդկանցից շատ ուժեղ մանիպուլյատորներ են լինում, ինչու, որովհետև կառավարում է նաև մեկ թիվը էգոն մարդուն, հա, արևը բա ոնց կլինի, որ իմ ուզածով չլինես։ Գայթակղում են մարդկանց շատ հաճախ կարող են շատ ուշ ամուսնանալ։ Այսպիսի մարդկանցից չմոռանանք 15-ն է, դա իմ տարոքարտերով սատանան է։ Այսպիսի մարդիկ նաև դեսպոտ են, կառավարում են մարդկանց, այսպիսի մարդկանցից նաև լինում են ալֆոնսներ, հա, կոնտրոլորներ եւ շատ դժվար է այսպիսի մարդու հետ կապը խզելը, որովհետեւ շատ լուրջ կապվում են մարդուն։ Հաջորդը դա 24-ն է, 24-ներին թիվը էլի 6-ն է, 6-երի մոտ խոսքը վերաբերվում է 24-ին։ 24-ը կարող է, ովքեր ծնվել են 24 թվանշանի ներքո, ցանկացած ամսի, ձեզ մոտ, եթե դուք մի քանի տուն էլ ունենաք, մեկ է, դուք միշտ չգիտես ինչու դժգոհում եք, էլի ինչ-որ մի բան ոնց որ ձեր համար չի հերիքում, հա, դուք պետքա դա մինուս է կոչվում, բացասական, դուք պետքա դա ճիշտ աշխատացնեք եւ շնորհակալ լինեք Արարչին, որ հա դուք ունեք ձեր 4 անկյունները։ Բավական պերֆեկցիոնիստ մարդիկ են 6-երը, սիրում է մանրակրկիտ ամեն ինչի վրա խոսում են, ուշադրություն դարձնում են եւ եթե մի բան էլ անում եք, էսթետիկայի հետ մեծ կապ ունի, պետք է բավական գեղեցիկ լինի այս ամենը, հա, ինչ դուք տեսնում եք ամեն ինչի մեջ։ Ովքեր ծնվել են 7-ին, ցանկացած ամսվա 16-ին եւ 25-ին, այսպիսի մարդիկ հոգեվորն է, հա, կետուն, որը որ ես սովորել եմ Բելարուս Ալեքսեյ Կապուստինի մոտ, իր մոտ սովորելու ընթացքում վեդայական թվահոգեբանությամբ դա կետուն է, իսկ Գայանե ուրեմն Պողոսյանի մոտ թվաբան, երբ որ ես սովորեցի, այստեղ Նեպտունն է, ինչը մեծ կապ ունի հոգևոր մարդու, հա, հետ, որ մարդու մոտ պետք է լինի շատ կարևոր հոգևորը։ Այսպիսի մարդիկ շատ հետաքրքիր մարդիկ են, սիրո հետ հարաբերություններում խորհուրդ չեմ տա 7-երը 9-երի հետ, ինչու։
որովհետև միշտ կրիսիս է բերում 7-ը 9-ին։ Դրա համար ինները մի փոքր պետք է այստեղ զգուշանան, եթե հոգևորը 7-ի մոտ շատ լավ զարգացած է, այստեղ կարելի է, բայց մնալ ընկեր, այլ ոչ թե շարունակել ինչ-որ լուրջ հարաբերություններ ստեղծել։ Ես սա խորհուրդ չէի տա։ 7-երի մոտ ինչ հետաքրքիր բան կա, բավականին հոգևոր մարդիկ են, շատ զարգացած միստիկ հակումով, կարող են աշխատել տարբեր բնագավառներում, օրինակ, ինչը կապ ունի կոմպյուտերների հետ, աշխատելու, այսինքն գրելու, ինչ-որ բաներ անելու, հետաքրքիր բաներ ունեն, լավ ծրագրավորողներ են լինում, լավ գաղտնի գործակալներ են լինում, լավ հակերներ են լինում 7-երից, ինչը շատ քչերը գիտեն, շատ լավ լինում են սպորտսմեններ, ակուլտիստներ, շատ ուժեղ մասնագետներ, ինչը նրանց տրված է ի վերուստ։ 7-ը ինքն էլ հենց միստիկայի հետ կապ ունի, էզոթերիկայի հետ կապ ունի, բայց չգիտես ինչու, ցավոք սրտի 7 ցանկացած 7 թվի նշանի տակ ծնված մարդիկ այստեղ ունեն պրոբլեմ։ Ինչն է պրոբլեմը։ Մեկ-մեկ ընտրում են խավարի ճանապարհը եւ հենց իրենք էլ իրենց կործանում, մեղադրելով շատ մարդկանց։ Մարդիկ մեղավոր չեն, ամեն մարդ իր կյանքը ինքն է գրում իր կյանքի սցենարը։ 7-երի մեջ մեկ էլ մի պրոբլեմ կա, որտեղ որ կարող են մարդկանց հոգիները խաբել շատ հեշտ, հա, սեկտաներին կարող են տրվել, այսինքն դառնալ բավականին, գիտեք ինչպիսի է, կուրացնող հավատքի մասին է սեկտայի նվիրվեն, որը կարող է իրանց կործանել, նաև այս մասին է խոսքը։ 7-երին ես խորհուրդ եմ տալիս շփվել հոգևոր, դա չի նշանակում մենակ գնաք Աստվածաշունչ կարդաք, հա, նաև ձեզ պետք է, որպեսզի դուք կարողանաք, ինչը կապ ունի շատ հոգևոր մարդկանց, ինչ կարող են խոսել, ամեն ինչից գիտելիք ձեռք բերեք, հա, սրանք աստղային մարդիկ են, երգիչների մեջ, դերասանների մեջ կան շատ 7-եր, բայց մեկ-մեկ կարող է ցավոք սրտի աստղայինը այսպիսի մարդկանց տանել։ Անցնենք 8-երին, բավական հաջող, ուժեղ վիբրացիա է, շատ մարդիկ չգիտեն, որ 9 թիվը մեծ կապ ունի 8 թվանշանի հետ։ Ես առաջի անգամ եմ ասում, որը կարող է շատ մարդկանց զարմացնել։ 8-ը հավասար է 1-ին գումարած 8, ուշադիր լսեք, հավասար է 9-ի, այսինքն բոլոր թվերի մեջ կան 8 վիբրացիայի թիվը։ Այսինքն 18 թվանշանն էլ մեծ կապ ունի 8 թվանշանի հետ։ Այստեղ ես մի փոքր պաուզա կտամ, որովհետև շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ովքեր ծնվել են 8-ին, 17-ին եւ 26-ին, այստեղ դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր շուրջը։ Ինչու՞։ Շատ մարդիկ անգամ չգիտեն, ովքեր ծնվել ութնյակներ են, ովքեր ցանկացած ամսի 8-ի հետ կապ ունեն, վիբրացիան ձեր ենթագիտակցականի, ձեր շուրջը հենց այնպես չի, որ սև գույնի ագռավները հայտնվում են։ Դա Սատուրն է, այո, 8 թվանշանի վիբրացիան, դա ղեկավար մոլորակը Սատուրն է եւ Սատուրնի գույնը սևն է։ Սև գույնը ձեզ անընդհատ կարող է ագռավները նշաններ տան եւ ցավոք սրտի շատեր չհասկանաք։ Այսինքն դուք անգամ մտքով իրավունք չունեք որևիցե վատ բան մտածել մեկի հանդեպ, կամենալ, թեկուզ որ մտածում եք, որ դա կարող է լինի բարի մտքերով, որովհետև ատկատները, եթե դուք ունենում եք ձեր կյանքում վատ իրադարձություններ, դա դրանց հետ կապ ունի։ Եթե դուք ինչ-որ մեկին դատում եք, ձեզ պետք է շաբաթ օրերը շատ կարևոր ինֆորմացիա եմ տալիս, որպեսզի սրան հետևեք։ Դուք չպետք է մարդկանց արդար դատեք, կան, չէ, որ ինչ մտածում եմ, դա արտահայտվում եմ։ 8-ը ինքը ինչի հետ կապ ունի, անսահման թվանշանի հետ։ Այսինքն, եթե դու մարդկանց անընդհատ շարունակում ես դատել, անընդհատ բացասականի մեջ ես, նաև կանանց հասա վերաբերվում, երբ դուք ամուսնացած եք, դուք իրավունք չունեք ձեր ամուսնու պարտականությունները
Խոսքի օրինակ ձեր ամուսինը չի աշխատում, նստել է ձեր վզին, դուք ուզում եք ինչ-որ գումարներ վերցնել, վարկեր եւ այլը ձեր ամուսնու հետ կապված։ Դուք չպետք է տենց գործողություններ անեք, որովհետեւ պատատկոս կարող է գնալ ձեր կյանքը, հետո չհասկանաք դա ինչի հետ կապ ունի։ Դա ձեր ամուսնու հետ կապ ունի, որովհետեւ ամուսինն է տան տերը, հա, ասենք ձեր հարաբերություններում այստեղ նա պետք է լինի ձեր համար պատասխանատու, այլ ոչ թե դուք։ Ութերի մեջ շատ սրտի հետ են ունենում խնդիրներ եւ աչքերի հետ, հա։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ ութերը ինչպես կարող են, եթե կարմա եք աշխատել, սա կարմայի մասին է խոսում։ Ութը հենց այնպես չի հայտնվում մարդկանց կյանքում, որովհետեւ ութը եւ 18-ը, պարզ ասեմ ձեզ, երբ հայտնվում են մարդկանց կյանքում, սրանք այն մարդիկ են, ով բերում են ձեր կյանք, եթե դուք մտածել եք ինչ որ գործողություններ եք արել մարդկանց կյանքում, ձեր կյանքը ինչ որ հատուցումներ է գալիս, դուք չեք հասկանում, որ դա ութը հայտնվել է ձեր կյանքում եւ դրա հետ մեծ կապ ունի։ Եթե ժամանակ կար, պատասխան չէիք տվել դրա համար։ Այստեղ մեծ կապ ունի 18 թվանշանը եւ 8 թվանշանը, որ իր վիբրացիայով ժամանակին հայտնվում է ձեր կյանքում եւ եթե ձեր կյանքում ատկատները սկսում են, դրանք պատահականություն չի։ Դա Սատուրնն է, որը հենց ինքն է պատժում ձեզ այս կամ այն գործողությունների համար։ Իսկ սիրելի ուտնյակները, որ հայտնվում են այդպիսի տարբեր մարդկանց կյանքում եւ ավերում ագնում, այդ մարդիկ չեն հասկանում, մտածում են, որ ոտքերը խերով չէր, հա, ասենց հայկական ձևով ասեմ, ոչ թե խերով չէր, ուրեմն դու մտածելու տեղ պետք է քեզ տա, դու ինչ ես արել քո կյանքում վատը, որ ութը հա, ութը ուղարկվել է արարիչից քո կյանք եւ քանդվում է ինչ որ իրադարձություններ է կատարվում քո կյանքում, նույնը 18-ը։ Ութերի խորհուրդ եմ տալիս ամեն շաբաթ օրերը կերակրեք ագրավներին եւ ինչ կապ ունի սեյֆ շների հետ, օրինակ կատուների հետ։ Նկատած կլինեք, որ ձեր կյանքում ձեր հենց, հա, աչքի դեմ շատ է լինում այդպիսի դեպքեր, որ դուք կարող եք հանդիպեք անընդհատ սևագրավների, ինչ կապ ունի սևի հետ, սև շների, սև կատուների։ Իմ կյանքում այդպես է։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր այս ձեռքի Սատուրնը, որը իմ մոտ է գալիս, որովհետև ես ունեմ այս թիվը, այս մասում եւ այս մասում։ Եթե այս մասում է, վտանգի մասին է խոսում, խալը երբ հայտնվում է, եւ հետո կարող է անհետանալ։ Դա կախված է դրանից, թե դու ինչ ես արել քո կյանքում լավը մարդկանց, որ ողջ մնաս, որովհետև այստեղ կյանքի եւ մահվան հարցի հետ է կապված։ Իմ հետ եղել է եւ ես մի քանի անգամ եմ փրկվել։ Նույնը այս կալցիոյի վրա կարող եք նայել, սիրելի ուտնյակներ, երբ հայտնվում է, այստեղ արդեն ձեզ լուրջ նշան է տալիս։ Եթե դու արել ես լավը, ես քեզ վարձատրում եմ, իսկ եթե դու արել ես վատը, ես քեզ պատժում եմ, որովհետև պատահական չի հայտնվում այստեղ։ Եվ իմ մոտ կստացի հայտնվել էր այս վերջերս այս մասս Յուպիտերն էր դա, Յուպիտեր մոլորակը եւ ես հասկացա ինչի հետ էր կապված, ինչի համար ես միշտ առաջին շնորհակալություն եմ հայտնում։ Ութերի խորհուրդ եմ տալիս, նաեւ ասեցի, սրտին հետևեն եւ ձեզ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք չկախվեք ֆինանսներից, հա, սա շատ կարեւոր է եւ դուք ինչ անում եք, պետք է մաքուր սրտով անեք, առանց սпасելու, որ ձեզ ինչ որ դրանից ունենաք օգուտ։ Հա, մենակ հենց այդ դեպքում է սկսում աշխատել, այսինքն դուք կանգնած եք գետնի վրա, դա մատերիալնի միրն է, հա, մայր հողը եւ ձեր հոգեվորը վերևը։ Երբ որ դուք չեք կարճում մատերիալնի միրից, մայր հողը հասկանում եք, այդ ժամանակ սկսում է ձեզ միայն տրվել։ Դրա համար դուք պետք է լինեք պատասխանատու, դրա համար պետք է ինչ խոսում եք, բավականին շատ մեծ անալիզ անեք, հետո նոր սկսեք ինչ որ պրոյեկտներ գծել եւ այլը։ Ու տիվը նաեւ կապ ունի ինչը կապ ունի փաստաթղթերի հետ եւ պատասխանատվության հետ, կարգ ու կանոն հաստատելու հետ։ Անցնենք հաջորդը, էլի կապ ունի մեծ մասշտաբների հետ։ Բայց ութերից լինում են շատ ուժեղ աբյուզերներ եւ լինում են կոնտրոլորներ։ Իրականը դա է, որ վախենում են, որ կարող է իրանց աշխատանքը կորցնեն, կարող է շատ բան պրավալի գնա։ Ես դրա մասին ունեմ գրված իմ YouTube-յան էջում։ Անցնենք առաջ, ովքեր ծնվել են 9, 18, 27 թվանշանի ներքո, կառավարում է Մարսը, մանգալ վեդայական թվահոգեբանությամբ։ Այստեղ մաքուրինները
կարող են աշխատել, եթե չգիտեք, MCS, այդպես են ասում, ինչը կապված է փրկարարության, փրկելու, հասնելու, հա, մարդկանց ծառայելու, պաժարին էլ եք լսել, հա, նաև դա այն ծառայություններն են, որտեղ գնում են մարդկանց փրկում են փրկարար ծառայությունները։ Իններից լինում են բավականին շատ լավ խուզարկումներ, հակերներ էլի, ինչը շատ մարդիկ դա կարողա չնկատեն։ 18-ը ստեղ միակ թիվն է, որ կարմիկ թիվ է, 18-ը ինչպես կարող է պատժել, այնպես կարող է ձեզ էլի վարձատրել, բայց այստեղ 18-ին հակառակը թարսիպես համոզել դուք չեք կարող, որովհետև 18-ը ունի իր պանյացյաները, հա, իր աշխարհայացքները իր կյանքում։ 18-ները մենակ իրանք են ճիշտ եւ չեն նայում, որ մարդիկ, ասենք, կարողա իրանք էլ են ուզում, մտածում են, որ իրենք ճիշտ են։ Այսպիսի մարդիկ պետք է հասկանան, ովքեր ծնվել են 18 թվանշանի ներքո եւ 9-ները ընդհանուր ենթագիտակցականով, պետք է հասկանաք, որ դուք եկել եք այս աշխարհին օգնելու, ոչ թե քանդելու, այլ ձեզ շուրջը կառուցելու։ Իսկ եթե մինուսի մեջ եք, բացասական է, շատերը կարող են շուրջը քանդել, ավիրել եւ ատկատներ կարող է լինել ձեր հարազատներին, ցավոք սրտի, ձեր շրջապատի մարդկանց եւ դա լավ բանով կարող է չվերջանալ։ Ես դա վերջում կասեմ ինչու, մի քանի թվի հետ է կապված։ Նաև ինների մոտ սիրում են բավականին անկեղծ, մեծ դեր է խաղում ինների մոտ գիրքը, մեկ-մեկ կարող են խառնել սիրո հետ, իսկական մաքուր սիրո հետ, պատերազմի մասին է խոսում, այստեղ հեշտ չի 9-ի հետ հարաբերությունները, ինչու, որովհետև 9-ը միշտ սիրում է ուշադրության կենտրոնում լինի եւ այստեղ պրետենզիաները բավականին շատ են սիրո մեջ, հարաբերություններում եւ այլը։ Այսինքն պարտնյորը չպետք է դավաճանի սիրելին, հա։ Իսկ եթե այդպես է, իրանք ընտրում են մեկը եւ մինչեւ կյանքի վերջ, ինչը հենց ինների սխալն է, սենց կարճելով իրենց անցյալին։ Հենց դրա համար էլ բավականին իրենց րոպեները, ժամերը, վայրկյանները իրենք տարիներով մի մարդու սпасելով ստեղ իրենց աննպատակ, հա, օգտագործում են, հետո փոշմանում են ասելով, որ իմաստ չուներ ես այս մարդու վրա իմ ժամանակը այսքան, հա, անցկացնեի։ Դուք պետք է սովորեք, սիրելի ինյակներ, անցյալը անցյալում թողնել եւ շարժվել առաջ։ Մի փոքր ինձանից սովորեք, ես իմ YouTube-յան էջում շատ եմ պատմում այս մասին, որովհետեւ ինքս ինյակ եմ։ Այստեղ մի փոքր վտանգ կա 27-ի մեջ, ես նկատել եմ այսպիսի մարդկանց, որովհետև չնայած 18-ն էլ հենց ոչինչ, հա, պատժի հետ կապված եւ վրեժի հետ կապված, այստեղ մի փոքր նման են իրար, բայց 18-ը ինքը իր ձեռքով է անում, բայց 27-ը ինքը ուրիշի ձեռքով է վրեժելուծում, այստեղ մի փոքր պետքա զգույշ լինեք։ Իսկ ովքեր են վրեժխնդիր են 7-երը, վրեժխնդիր են 9-ները եւ 8-երը, ումից դուք պետքա բավականին շատ զգույշ լինեք։ Նրանք երբեք չեն մոռանում այն, երբ իրենց նեղացնում են։ Նրանք կարող է ձեզ այդ ցավը ցույց չտան, բայց 100% նրանք կարող են ամեն ինչ իրենց շուրջը քանդել, ինչպես կառուցում են։ Ես մի փոքր նաև ուզում եմ այսօր ձեր հետ խոսել կենդանիների հետ կապված, հա, շների, որ մարդիկ կան ասում են, խոսքի օրինակ, շանը կամ կատուին նեղացրեցիր, այստեղ Աստծուց դու պատիժ կստանաս, հա, ես մի փոքր իմ ծիծաղը գալիս է, որ այսպեսի բան են ասում, որովհետև կա մի նրբություն, որի մասին ես այսօր առաջի անգամ բարձրաձայնելու եմ, ինչը կարող է շատ մասնագետների անգամ զարմացնի։ Երբեք Աստված չի պատժում շանը նեղացնելու համար եւ մյուս կենդանիներին, հա։ Այստեղ կապ ունի դեմոնический աշխարհը, այսինքն կան հատուկ դեմոններ, որոնք որ կապ ունեն բնության հետ եւ նրանք երբեք չեն ներում այն մարդկանց, ովքեր որ նեղացնում են շներին, կենդանիներին եւ այլը, եւ նրանց վրեժը բավականին ցավոտ է լինում։
Վրեժը այստեղ լուծում են հենց այդ դեմոնները, հենց այդ աշխարհի երևույթները եւ բավականին մեկին ցավ կարող են տալ խոսքի օրինակ անբուժելի հիվանդություն ընտանիքին։ Սա պատահականություն չի եւ սա ոչ մի կապ չունի, որ ասում են Աստված է տալիս այդ ցավերը եւ այլը, ոչ։ Սա երկու դեմոններ կան, հենց այդ երկու դեմոնический միրի հետ կապ ունի, որոնք որ բավականին ցավոտ են այդպիսի նեղացնող մարդկանց կենթանիներին բավականին ցավոտ են տալիս այս պատիժները, դա կապ չունի, դա եղել է շուն, դա եղել է արջ, դա եղել է վիթխարի խոսքի օրինակ, առյուծ եւ այլը, այստեղ մեծ կապ ունի հենց բնության դեմոնները, նրանք երկուսն են եւ շատ բավականին մեծ հաշվեհարթար են տեսնում այդպիսի մարդկանց հետ։ Սրանք շատ կարևոր մանրուքներ են, որ ես ցանկանում եմ, որպեսզի մեր ազգը մի քիչ կիրթ լինի եւ այս գիտելիքները ստանա եւ ունենա, որպեսզի շատ տեղ հասկանա ես այս ինչ եմ անում, որովհետեւ դեմոնոլոգիան, երբ որ դու ուսումնասիրում ես, շատ բաներ դու ինքդ պետք է հասկանաս, թե մարդիկ կան, ասենք թե ասում են հոգին ծախել է սատանային, բայց այդ մարդը չի հասկանում, որ հենց ինքն է հոգին ծախողը սատանային, ճիշտ ենք խոսում, Ինչու, որովհետև հենց այդ մարդն է այդ արտահայտությունը անում, այլ ոչ թե դու։ Խոսք կա, այս մարդու մեջ մի բան կա, բայց ես չեմ հասկանում, դա ինչից է։ Ասում են սատանայից է։ Ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ են, ովքեր արտիստիկ են բավականին, օրինակ, կարող են գիրք գրել եւ իրանց հետևից թողել, մեծ ֆունդամենտ։ Ասում են, այտենց տաղանդ ես մարդուն որտեղից, ասում են սատանայից, սա պատահականություն չի, այս մարդը շատ լավ տեմբր ունի, շատ լավ երգում է, այս մարդուն այդ տաղանդը որտեղից, սատանայից, իմ տարոքարտերով դա դիավոլն է, որը իր հետևից թողնում է նորից հետ, ֆունդամենտ, այդ մարդուն շարունակում են լսել, այս մարդուն, այս շնորը որտեղից, ինչպես է նա կարողանում տեսնել, ասում են սատանայից, էլի իմ տարոքարտերով դա դիավոլն է, որից հետո նա մեծ գիտելիք է թողնում մարդկանց, եւ հենց այն մարդիկ, ովքեր փորձում են մտնել, այսպիսի մարդկանց վիրավորել, դրա համար այդպիսի մարդկանց մոտ, այդպիսի մարդիկ ունենում են բավականին մեծ գին վճարելու այն մարդկանց, ում նրանք վիրավորում են եւ այլ եւ այլ եւ այլ, ինչու եմ ես այսքանը ասում, որովհետեւ երբեք այդպիսի մարդիկ չգիտեն, թե վաղը արարիչը իրանց համար, իրանց կյանքում ինչ սցենարով, ինչ է պատրաստել, որ ինչի միջով այդ մարդիկ պետք է անցնեն։ Այդպիսի մարդկանց պետք չի բացատրել, մանավանդ եթե դու ծնվել ես 9, 18 եւ 27 թվանշանի ներքո, ես սա էլ ասեմ ինչու, որովհետեւ դուք պետք է սիրելի ինյակներ հասկանաք, որ ձեր վիբրացիան բավականին բարձր է, իսկ այդպիսի մարդկանց վիբրացիան բավականին ցածր է, նիզկի աստրալ են ասում, ցածր աստրալի, եւ բոլորը պետք է հասկանաք, որ ձերպես չեն մտածում, չունեն այդ բարձր վիբրացիան, էներգիան եւ բոլորը չի, որ կարող են ձեզ սիրել։ Այո, դուք պետք է դա հասկանաք եւ դուք պետք է կարողանաք ինքներդ ամեն ինչ ստեղծել, ուշադրություն չդարձնել ամեն ինչին եւ եթե բացասական էներգիան հավաքվում է ձեզ մոտ, դուք պետք է կարողանաք դա սպորտով գնալ սպորտի, ռեգուլյար թեկուզ, որպեսզի սպորտով պարապեք եւ այդ հավաքված էներգիաները գնա, ինչու որովհետեւ եթե դուք չեք հավաքում, այդ հավաքված էներգիան չեք աշխատացնում, որպեսզի սպորտով, դա դուրս գա, դա կարող է խփի ձեր ողնաշարին, ինչու, որովհետեւ կլորը դա գլուխն է, մարդու, իննի, իշնում է սենց գծիկի նման, դա մարդու ողնաշարն է եւ այսպես կեռիկ է, դա նաեւ ձեր ծնկներն է, ծնկները, ինչը կապ ունի մարդու նաեւ ոսկորի հետ, որտեղ նաեւ կարող է կստացի, բացասականը հավաքվել։ Իսկ հիմա մի փոքր ես, քանի որ եղել է առաջարկ կանխատեսելու մեր երկրի համար, ես 3 հետաքրքիր կանխատեսում եմ արել, որովհետեւ
մոտավոր մեկ շաբաթ կլինի ես արել էի Ռուսաստան ընդհանուր իմ նախկին աշակերտուհիներից մեկի հետ, որպեսզի մի փոքր ինքը ադապտացվեր կայանեի կանխատեսում, դա կապ ուներ Պեկինի հետ, ղեկավարի նաև այնտեղ մեր հարցերը դուրս եկավ, ես ասեցի, որ ես տեսնում եմ բավականին լուրջ ճնշումներ մեր երկրի ղեկավարի հետ կապված եւ դա այսօր կատարվում է, բավականին լուրջ արդյունք է եւ երեք ես տարել եմ նորից աշխատանք եւ տեսել եմ, որ այո, լինելու է բավականին բարդ նաև կրիզիս վիճակներ, որոնք սպասվում են մեր երկրին։ Խորհուրդ եմ տալիս մեր հայ ազգին ընդհանրապես Ամերիկայից հետ գալ Հայաստան, որովհետեւ ես վաղուց եմ խոսել 2 ամիս առաջ, որ այնտեղ ոչ մի լավ բան չի լինելու։ Դրա համար իմ խորհուրդը ձեզ սիրելի հայեր, կարող եք գալ Հայաստան, որովհետև Ամերիկայում մոտակա 1 տարին ոչ մի լավ բան մի սպասեք, որովհետև այդտեղ այնքան էլ լավ բաներ չեն լինելու։ Միակ տեղը, որ դուք կարող եք ձեզ գոնե այս տարվա վերջը զգալ, դա մեր երկրում է։ Անցնենք առաջ։ Տեսնում եք իմ քարտը։ Անցնենք առաջ, էներգիաները մեր երկրում, Հայաստանում, մոտակա այս 2 ամիս, ինչպիսի էներգիաներ են լինելու մեր երկրում։ Հենց առաջի քարտը արդեն խոսում է, մենք տեսնում ենք 7 ժեզլովին, այսինքն գավազանի 7-ը, որտեղ որ ամեն մարդ պետք է սկսի կառավարել իր անձնական դաշտը եւ թույլ չտալ, որ մյուսը հատի քո սահմանները։ Ժամանակն է դրա մասին մտածելու։ Այստեղ ակտիվ էներգիաներ են, մեզ մոտ բավական ակտիվ ժեզլները, այսինքն գավազանները խոսում են բավական ակտիվությունների մասին։ Մենք այստեղ տեսնում ենք հաջորդ քայլը, բավական էմոցիոնալ է լինելու, հանգիստ չի լինելու, դա հաստատ։ Տեսնենք ինչի հետ է դա կապ ունենալու, այս անհանգստությունները մեր երկրում։ Էլի գավազանն է դուրս եկել, անկանխատեսելի եւ անսպասելի դրսից է կապված հայտարարությունների եւ այստեղ ես խորհուրդ եմ տալիս մեր Հայաստանի ղեկավարին ուշադիր լինի, որովհետեւ ինչ որ ցանց եմ տեսնում, դա 7-ի սուրերն են, թրերը, որը խոսում է այն մասին, որ բավական ակտիվ այլ երկրի հետ է կապված, մեծ ցանց է, որտեղ որ հրիբիդային, այդպես են ասում, ոչ իօքուտ մեր երկրին հատուկ քարոզներ կարող են անել։ Ես կարծում եմ, սա որ երկրի հետ է կապված, այդպես էլ գիտեի, մեծ երկիր է, դա Ռուսաստանի հետ է կապված, այստեղ հնարավոր է նաև հայտնաբերումներ, որովհետև այստեղ կարող է ինչ-որ վտանգավոր առաջարկ լինի, կապվելու երկրորդ և երրորդ անձի հետ, ցանցերի հետ է կապված լինելու, սա պրովուդների հետ կապ ունի, կամպյուտերի հետ կապ ունի և այլը։ Ընտրություններին տեսնենք ազգային ժողովի ընտրությունները այս հունիս ամսվա ում են ընտրել։ Հետաքրքիր էր։ Ռեսուրսներով անձնավորության, ով ներկա պահին փակ տեղում է գտնվում, մութ, պարզալը, մի անձի, ով ներկա պահին հանգիստ է իրան պետք, որովհետև բավական գերհոգնած է աշխատում, բայց ստեղ կլինեն պոդլիկ հայլեր անձի հանդեպ, դա կապ ունի թշնամիների հետ, չուզողների հետ, ովքեր կփորձեն խոչընդոտել
Նախկինների հետ է կապված, անցյալի։ Իսկ կոնկրետ քայլեր ցավացնելու համար խոսքերի հետ կապ ունի, որպեսզի երրորդ անձանց միջոցով, որպեսզի իրանց ուզած մարդը լինի, իսկ իրականում ով է լինել, փորձելով տուպիկ իրավիճակներ առաջացնել անձի մոտ, այստեղ գործողությունները բոլորը գաղտնի եմ տեսնում, և դավլենիա Ռուսաստանի կողմից, բավականին, կստացի երկար դա կքաշի հունիս, հուլիս, օգոստոս մինչև, իսկ կընտրեն, այստեղ ինչ-որ խոչընդոտող հանգամանք կա, կապված մի անձի հետ, ով բանտի հետ կապ է ունեցել, բանտ դա միգուցե նախկինում կամ հիմա, այստեղ փակուղի է դնելու Ռուսաստանը, ես այստեղ տեսնում եմ, որ Ռուսաստանի հետ պրոբլեմներ եմ տեսնում, սա Ռուսաստանի քարտն է, խոչընդոտ, դա կապված է սահմանների հետ, դա կապված է սնունդի հետ, կստացի, մրգերի, որովհետև այստեղ գավաթներն են, գավաթները բավականին շատ են, դա կարող է լինել գազի, նավթի, խնդիրներ, միգուցե թանկացումներ կան ընդհանրապես, փորձելով խնդիրներ դնել, սահմանափակումներ, սխմելով, իսկ ով է լինելու հաջորդ մեր ղեկավարը այս ազգային ժողովի ընտրություններում, ում անունը կտան, եկեք տեսնենք իրար հետ, ղեկավարն է դուրս եկել, ինչ ղեկավար, դա երկօրյակ է, համաստեղությամբ, անխատեսումը կարծում եմ շատերին կօգնի, գլոբալը ես կատարել եմ 3 կարճ հակերճեր ինձ սապեք, որպեսզի շատ մարդիկ տեսնեին իրականությունը, հասկանային, բայց ես ուզում եմ մեր ղեկավարին մի փոքր խորհուրդ տալ, ձեզ պետք է որպեսզի դուք մոռանաք անցյալը միշտ կատարվել է ձեր հետ, որովհետև դա հետագայում կխանգարի մեր, այստեղ կարող է տուժվել մեր ժողովուրդը, դա պետք է ներել, բաց թողնել և ոչ թե դրա մեջ էլ նաև ներքաշեք ժողովրդին, ինչի համար եմ ես սա ասում, ես երեկ իմ կանխատեսման ժամանակ հարց ուղղեցի, եթե դուք մոռանաք պերսպեկտիվան, ինչպիսին կլինի մեր երկրի, որպեսզի դուք շարունակեք աշխատել, ցույց տվեց շատ լավ պերսպեկտիվա, մեծ հաղթանակներ, իսկ եթե դուք չմոռանաք, ոչ այնքան լավ բան, որը համ դուք կարող է սխալ բաներ անեք, համ ժողովուրդը դրանից տուժվի, այստեղ կա մի ելք, ես տեսնում եմ, որ ձեր շանսերը, ցավոք սրտի, շատ քիչ է լինելու, դա ձեզ և ձեր կուսակցությանը կարող է մի փոքր նեղի, որովհետև միշտ ուժեղներն են հաղթում, բայց նաև ունեմ լավ նորություն, որ կարող է դուք լինեք, բայց դուք պետք է հասկանաք, որ ոչ մեկ Աստված չի, եկել է ժամանակը, որ պետք է ավարտվի ձեր մասնագիտական այն, ինչ հիմա դուք կաք, որովհետև յուրաքանչյուր մարդ էլ հենց այնպես չեն գալիս, նստում իշխանության, ձեր ժամանակն էր դուք եկաք և դա երկար չի լինի, ես ձեզ դա ասում եմ շատ մի տարի, ոչ ավել, ես դա չեմ տեսնում, ես դա վաղուց եմ ասել և դուք մի փոքր զգույշ եղեք, ասեմ ինչից, թունավորման հետ է կապված և վճարովի զակազնոյ ուբիստվը, դրա հետ, ես այդ մասին բավական վաղուց եմ խոսել, ես դա հիմա էլ եմ տեսնում, մի փոքր զգույշ եղեք, ես այդ մասին, որ պատմել էի, մի քանի օր առաջ եմ դա տեսել յութուբյանի մալիքում, պատահական թերթելուց, որ ինչ-որ պապիտկա է եղել, որ լուրերով ասին, դա իմ երկրորդ զգուշացումն է եղել ձեզ, ես երրորդ անգամ եմ զգուշացնում, դա պատվեր է դրսից, դուք պետք է սրան ուշադրություն դարձնեք,
ժամանակն է այս մասին մտածելու, խորհելու, ճիշտ իմաստուն մտածելու եւ նոր քայլեր անելու։ Այսքանով ես կավարտեմ։ Շնորհակալություն եմ հայտնում, ցտեսություն։